Բարև, ես Ալեքս Մանուկյանն եմ և այս է իմ գրադարանը։ Այս առաջին 3 գրքերը տարբեր հայերեն բառերի մասին են։ Այս գիրքը գույների մասին է, այս գիրքը կենդանիների մասին է և այս գիրքը հականիշ բառերի մասին է։ Երբ ես փոքր տղա էի, իմ ծնողները այս գրքերն են կարդում իմ համար։ Այս 7 փոքրիկ գրքերն տարբեր հեքիաթներ են։ Ես ունեմ 3 խոզուկները, գալն ու գարը, մկների ժողովը, ճամփորդները, բարեկենդանը, սուտասանը և անհագ աքլորը։ Այս ամեն 7 հեքիաթներից իմ ամենասիրածը անհագ աքլորն է։ Այս հեքիաթը մի աքլորի մասին է, որ երբ մի բան է ասում, ամեն բառից առաջ կամ հետո շատ բարձր ձայնով ասում է ծուղլի ծուղլի ծու։ Եվ երբ այս է անում, թագավորը շատ է բարկանում նրա վրա և ասում է Նազիր ու Վեզիրին, որ ջարեն այս աքլորին, էփեն և տան թագավորին, որ թագավորը աքլորին ուտի։ Եվ այս անում են Նազիր ու Վեզիրը և հետո երբ թագավորը աքլորին ուտում է, աքլորը թագավորի փորից կանչում է բարձր ձայնով այստեղ շատ մութ է, ծուղլի ծուղլի ծու, և թագավորը նորից է բարկանում և ասում է Նազիր ու Վեզիրին, որ դուրս հանեն աքլորին նրա փորից, և երբ փորձում են դուրս հանեն, փոխարեն դուրս հանեն աքլորից, սպանում են թագավորին և հետո աքլորը փախստում է և մի հատ էլ անգամ շատ բարձր ձայնով կանչում է ծուղլի ծուղլի ծու։ Այս 3 ավելի մեծ գրքերն տարբեր հեքիաթներ ունեն նրանց մեջը։ 3-ից 2-ը Հովհաննես Թումանյանն է գրել, այս մեկը և այս մեկը, և ուրիշ մեկը 3-ից գրել է Ղազարոս Աղայանը։ Այս վերջին 2 գրքերը անգլերեն գրքեր են, բայց հայ ցեղասպանությունի մասին են։ Այս գիրքը հայերեն Գոլգոթան Գրիգորիս Բալաքյանի անգլերեն թարգմանությունն է Գրիգորիս Բալաքյանի պատմությունից, որ ինչպես թուրքերը նրան և իր ընտանիքին դուրս հանան նրանց տունից և անապատին քայլում էին և շատ հայեր մահանում էին այդտեղ։ Այս գիրքը նորից ուրիշ անգլերեն գիրք է, բայց նորից հայ ցեղասպանությունի մասին է։ Գրել է Քրիս Բոջալյանը և անունը The Sand Castle Girls է։ Այս գիրքը մի ամերիկացի աղջիկի մասին է, որ Հայաստանում էր, երբ ցեղասպանությունը եղավ և տեսավ ինչ վատ բաներ թուրքերը անում էին հայերին։ Ես Ալեքս Մանուկյանն եմ և այս է իմ գրադարանը։